Սիրելիներս ողջույն, ուրախ եմ ձեզ ողջունելու համար։ Այս անգամ միասին պատրաստելու ենք անչափ համեղ եւ փափուկ մածունով գաթա։ 100 գրամ կարագի վրա ավելացնում ենք 2 բաժակ ալյուր եւ լավ տրորում ենք միասին։ Այնուհետև ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ, 1 հավկիթ և 1 բաժակ մածուն, 1 գթա սոդայով խառնած և կրկին խառնում ենք տվյալ զանգվածը։ Շարունակում ենք խմորի հունցելը սեղանի վրա, այնքան ժամանակ, մինչև ստանանք պինդ ձեռքերին չկպչող խմոր։ Այնուհետև այդ խմորը բաժանում ենք 2 հավասար գնդերի։ Կրկնակով լավ բացում ենք մեր խմորը, որպեսզի ստանանք քառակուսի տեսք։ Եվ սկսում ենք պատրաստել մեր խորիզը, որի համար հարկավոր է 50 գրամ կարագի վրա ավելացնել 1 բաժակ ալյուր և 1 բաժակ շաքարավազ։ Այնուհետև ձեռքերով տրորում ենք, որպեսզի ստանանք մեր փխրուն խորիզը։ Փաթաթում ենք և կտրատում ենք այնպես մեր գաթան, ինչպես պատկերված է տեսագրության մեջ։ Վրան անպայման գցում ենք հավկիթ, որպեսզի լավ կարմրի և ձևավորում ենք պատարագայով։ Գեղեցիկ տեսք և հաճելի համ ստանալու համար ես նախընտրել եմ մեր գաթաները զարդարել անկույզով և քունջութի սերմերով։ Հուսով եմ կհավանեք գաթայի այս տարբերակը և կբաժանորդագրվեք իմ ալիքին։